Արամուսում ամուսիններին սպանելու համար մեղադրվողը ցուցմունք է տվել, պատմել, որ իր եւ նրանց միջև տարաձայնությունները 20 տարվա պատմություն ունեն։ 20 տարի ունեցել են լարված հարաբերություններ, տարաբնույթ վիճաբանություններ, որից հետո Թադևոս Հովակիմյանը համարելով, որ իր ինքնասիրությունը ծայրահեղ ոտնահարված է, վերջինիս մոտ հանցավոր դիտավորություն է առաջացել Գևորգ Ղազարյանի կյանքից զրկելու։ Մեղադրյալ 61-ամյա Թադևոս Հովակիմյանը ըստ մեղադրանքի 3 ժամում 4 սպանություն է կատարել։ Նախ սպանել է իր հարևանությամբ ապրող ամուսիններին, այնուհետև կյանքից զրկել Ակունք գյուղում հանգստացող զույգին։ Քննիչը նախ ամուսինների սպանության հանգամանքներն է ներկայացնում։ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին նախապես իր տան արտաքին հատվածում տեղադրված տեսաձայնագրառող սարքերի միջոցով հետևել է Գևորգ Ղազարյանի շարժին եւ առավոտյան նկատելով, որ վերջինս կնոջ հետ գնացել է դաշտամիջյան հատված, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար վերցնելով իր հետ նշված որսորդական հրացանը դուրս է եկել տանից եւ իրեն պատկանող Ford Magnus-ի ավտոմեքենայով դաշտի հակառակ կողմից, որպեսզի աննկատ լինի Գևորգ Ղազարյանի եւ վերջինիս կնոջ համար, մոտեցել է վերջիններիս եւ իրեն պատկանող նշված որսորդական ողորկափող հրացանից արձակել է կրակոցներ։ Կրակոցների հետևանքով ամուսինները սպանվել են։ Քննիչը հերքում է այն տեղեկությունը, որ ամուսիններին նաև եղանի հարվածներ են հասցվել։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անհապաղ նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել, բայց եւ այնպես դեպքի վայրիզնության ընթացքում փորձագետի մասնակցությամբ վերջինս հայտարարել է, որ վնասվածքները հրազենային են։ Ընդ որում, ըստ մեղադրանքի Թադևոս Հովակիմյանը ամուսինների ուղղությամբ կրակոցներ է արձակել հեռվից, ըստ նրա ցուցմունքի մեկ այլ անձին պատկանող հողամասի տարածքից։ Այնուհետև մոտեցել է եւս կրակել է Գևորգ Ղազարյանի ուղղությամբ մոտիկից եւ դիմել է փախուստի։ Մեղադրյալը իրեն պատկանող մեքենայով փախուստի է դիմել դեպի Ակունք գյուղ եւ չնկատվելու համար հանել է համարանիշներն ու մեքենան թաքցրել դաշտամիջյան հատվածում։ Շուրջ 3 կիլոմետր հեռավորության վրա նկատել է, որ կանգնած է ավտոմեքենա եւ նշված ավտոմեքենան ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ քայլելով մոտեցել է ավտոմեքենային, նախապես իր Ford Magnus-ի ավտոմեքենայից վերցնելով իր որսորդական հրացանը եւ դրա փամփուշտները չկրակված։ Ավտոմեքենայի մոտ 46-ամյա Վահե Մարտիրոսյանն ու 44-ամյա Մարինե Հայրապետյանն են եղել, որոնցից պահանջել է մեքենան, սակայն մերժում ստանալուց հետո ըստ մեղադրանքի արձակելով 9 կրակոց սպանել նաև նրանց։ Այնուհետև մեղադրյալը փորձել է թաքցնել նաև ավազակային հարձակմամբ հափշտակված մեքենան, ներսում թողնելով իրեն պատկանող որսորդական հրացանը։ Վահե Մարտիրոսյանի եւ Մարինե Հայրապետյանի դիերը հայտնաբերվել են դեպքի հաջորդ օրը։ Մեղադրյալը հայտնաբերվել է առաջին սպանությունից 6 ժամ անց Ակունքում ապրող մոր եղբոր տանը։ Դեպքի վայրիզնությամբ հայտնաբերվել են 2 մեքենաներն էլ, հափշտակված մեքենայում նաև հրազենն ու 35 չկրակված փամփուշտ։ Ըստ նախաքննական տվյալների, Թադևոս Հովակիմյանը իր հետ տանից վերցրել էր շուրջ 50 չկրակված փամփուշտ։ Իսկ ինչ է եղել 20 տարի առաջ։ Ըստ նախաքննության ընթացքում ձեռբերված տեղեկությունների Թադևոս Հովակիմյանին ծեծի են ենթարկել ալկոհոլի ազդեցության տակ մեկ այլ անձի տուն գնալու պատճառով, որոնց մեջ եղել է նաև սպանված Գևորգ Ղազարյանը։ Ծեծից հետո շուրջ 10 օր անկողնային վիճակում պառկել է իրենց տանը, բայց եւ ոստիկանություն չի հայտնվել։ Դրանից հետո արդեն Թադևոս Հովակիմյանի եւ Գևորգ Ղազարյանի միջև անդադ տեղի ունեցել թեթև հակասություններ, կենցաղային բնույթի վիճաբանություններ։ Ըստ քննիչի Հովակիմյանին որսորդական հրացան հատկացվել է սահմանված ընթացակարգերի պահպանմամբ։ Քննիչի խոսքով ոստիկանները պարբերաբար այցեր են կատարել, ստուգել զենքի պահման կանոնները։ Դեպքի օրը Հովակիմյանը թմրամիջոցի կամ ալկոհոլի ազդեցության տակ եղել է թե ոչ, կպարզվի նշանակված փորձաքննություններով։ Հովակիմյանն ըստ քննիչի ընդունել է սպանություններ կատարելու հանգամանքը, նա 2 ամսով կալանավորվել է։ Աղմկահարույց սպանություններից հետո իրավիճակը բնակավայրում լարված է։ Վարույթ
Գործն իրականացնող մարմնի որոշմամբ Թադևոս Հովակիմյանի ընտանիքը դուրս է բերվել համայնքից։ Լուրերը Արամուսում փորձեց նաև վարչական ղեկավար Ստեփան Հակոբյանից ճշտել, արդյոք մինչև դեպքը նրան հայտնի եղել է տարաձայնությունների մասին, ինչ քայլեր է որպես ղեկավար ձեռնարկել։ Հովակիմյանը այլ հարևանների հետ եւս տարաձայնություններ ունեցել է, թե ոչ։ Հակոբյանն ասաց կխոսի, եթե Աբովյանի համայնքապետարանի լրատվականից թույլտվություն ունենա։ Աբովյանի համայնքապետի մամուլի քարտուղարը վարչական ղեկավարին արգելեց խոսել, մեծ հետ հեռախոսազրույցում ասաց, թե հանձնարարական կա չխոսելու, ում կողմից չասաց։ Թադևոս Հովակիմյանի պաշտպան Արամ Ասլանյանը եւս հրաժարվեց դիրքորոշում հայտնել, պաշտպանյալից համաձայնություն չուներ։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։